Բարև ձեզ, պարոն Մարգարյան, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք այս զրույցին։ Մի քանի թեմաների կանդրադառնանք եւ այսպես նոր ազգային ժողովի 9-րդ գումարման սկսել է իր նիստերը ազգային ժողովի նախագահ երեկ ընտրվեց Ռուբեն Ռուբինյանը, ով առաջին օրը խոսում էր զրոյական կետից սկսելու, ընդդիմությանը կոչեր անում հարաբերությունների հետ կապված, բարեպաշտության կոչեր էր անում, բայց նույն ժամանակահատվածում խոսում, որ այո, վենդետա լինելու է եւ մի իշխանության ներկայացուցիչ է այդպիսի կոչ անում, ում օրոք մարդիկ անգամ ստատուս գրելու համար են բան տվում եւ գիտեք քաղաքական ինչ ռեպրեսիա է իրականացվում ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց նկատմամբ։ Խնդրեմ ձեր տեսակետը։ Շնորհակալ որ ժամ տրամադրել եք խոսելու համար։ Ուրեմն կարծում եմ հենց այդ պարագան, որ դուք մատնանշեցիք, շատ հստակ կերպով վկայում է այն մասին, որ այս մարդիկ ընդհանրապես անկեղծ չեն իրենց հայտարարությունների մեջ։ Միտեղ դու հայտարարում ես վենդետա լինելու մասին, հետո խոսում ես բարեվարկություն ցուցաբերելու մասին, փորձում ես ամեն կերպ ես պարկեշ ցուցաբերել, հետո միևնույն ժամանակ ես նույն օրը քո պատգամավորը ամբիոնից խոսքը Տարոն Չախոյանի մասին է կանգնում է դե գիտեք ինչպես արտահայտվում Վահապար Հայրապետի մասին, կարծում եմ այս ամենը եթե իրար կողք ենք դնում, շատ պարզ է դառնում, որ այս մարդիկ ընդհանրապես անկեղծություն չունեն իրենց հայտարարությունների մեջ, եթե զրո կետից սկսելու բարեվարկություն ցուցաբերելու կապակցությամբ է խոսում, դա ունի որոշակի նպատակները եւ այսպես ասած պատճառներ ունի եւ երբ ասեք այդ պատճառները վերանան, բնականաբար ինչպես ասած քայլի ասած մարդիկ վերադառնալու են իրենց գործարանային կարգավորումներին, դառնալու են նույն լկտի քպականներ, ինչ որ նախկին ազգային ժողովի ժամանակային, հիմա էլ նույնն են լինելու։ Պատճառները շատ պարզ է, ես ասել եմ այս մասին, խոսել եմ, որ ամեն դեպքում իրենք լուրջ խնդիր ունեն այս ազգային ժողովը, ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանի այն սրտի ցանկացած ազգային ժողովը չէր, որ իրենք ցանկանում էին ձևավորել եւ ունենալ, թեև այստեղ ունեն հիմա կարողացել են մեծամասնություն ապահովել իրենց համար որոշակի մեծամասնություն ունեն, կարող են հիմա որոշ օրենքներ անցկացնել, բայց ամեն դեպքում այդ համանդրական մեծամասնությունը, որ անհրաժեշտ է կարևոր աշխատանքների համար, ասենք հարակվե անցկացնելու համար կամ օրենքներ, համանդրություն փոխելու համար, այդ բարեբախտաբար այդ մեծամասնությունը չկարողացան ստանալ եւ դա իրենց համար հաճելի չի, քանի որ ամեն դեպքում իրենց նպատակների մեջ կար դրան հասնել եւ դրա միջոցով այդպես ասած բավարարել Ալիևի իրենց արժեվ դրած պահանջները, որպես հետո կարողանան այդ խաղաղության կոչեցյալ գործընթաց առաջ տանել։ Բայց հիմա այս վիճակով իրենք լուրջ պատնեշի դիմաց են կանգնած, որը կոչվում է ընդդիմություն եւ ամեն դեպքում պետք է փորձեն հիմա որոշակի ժամանակ յոլա գնալ այս ազգային ժողովի հետ, ցույց տալ, որպեսզի որ այդտեղ խնդիր առաջանա, հույս ունենալով, որ ինչ որ պատե առիթով, որ պահ հարմար կլինի, գուցե իրենք մտածեն նոր ընտրությունների մասին, արտահերթ խորհրդանական ընտրությունների մասին։ Պահներ կլինի այն ժամանակ, երբ իրենք ձեբազատված կլինել մի շարք խնդիրներից, որոնք ընտրություններից հետո իրենց համար առաջացել է, այսինքն ժողովուրդը բախվել է լուրջ խնդիրների հետ իր կատարած ընտրության հետ, հատկապես տեսնում ենք, ասենք Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով լուրջ խնդիրներ կան։ Հիմա երբ որ այդ հարցերը միջև չի լուծվել, բնականաբար նոր արտահայտ խորհրդանական ընտրությունների գնալը իրենց համար շատ ռիսկային է լինելու, հենց այս մեծամասնությունն էլ որ ունեն հաստատ շատ դժվարությամբ կարողանան վերականգնել ձերքից տալու են ամեն դեպքում պիտի փորձեն անել այն ամեն ինչ որ այս ազգային ժողովը մնա ընդդիմադիրները մնան ազգային ժողովում հանկարծ այդպես ասած ինձ խնդրով չանցնի որ մանդատներից օգտվելով ինչ որ քայլեր ձեռնարկեն նիստեր բոյկոտեն կամ ինչ որ քայլեր կնան որպեսզի ազգային ժողովում էլ կառավարությունը լուրջ խնդիրների բախվի հետեւաբար պիտի փորձեն այդպես անել որ մի տեսակ այդպես ասած բախումների չգնալով ազգային ժողովը պահպանեն ամեն դեպքում գիտենք միևնույն ժամանակ, որ այս ազգային ժողովը ունի լեգիտիմության հարց, դրա մասին շատ լուրջ խոսվել է, եւ իրենք չեն ցանկանում այդ լեգիտիմության աստիճանը ավելի բարձրանա, ասենք ընդդիմության, ասենք բացակայություններով կամ նիստերը բոյկոտելով կամ ինչ-որ այդպես կոշտ քայլերի գնալով, հետաբար փորձում են հենց այսքանով մնալ որպես կիսապրան լեգիտիմություն հիմա ենթադրության որ ունեն գոնե այդ կարողանան ունենալ կարողանան աշխատանքներ շարունակեն բայց ասում եմ իրենց հայտարարությունները որ կատարում են իրենց պահվածքը շատ հստակ վկայում է մասին որ այս մարդիկ ասենք իրենց բնավորությունն է դա կարծում եմ արդեն 8 տարի Ռուբինյաններին, Վահագն Ալեքսանյաններին, այդ նմաններին բոլորս ճանաչել ենք, գիտենք, որ այս մարդկանցից բարևարկությունը սпасել է մի քիչ շփազանցություն, այս մարդիկ հենց էս են որ կան, եթե այսօր այդպիսի կոչեր են անում, բնականաբար ոչ մի անկեղծություն չկա իրենց հայտարարությունների մեջ։ Մենք տեսանք, որ նույն Ռուբինյանը խոսում է այն մասին, որ իր երկուամյա երեխան ծնվել է խաղաղ պայմաններում եւ ինքը ամեն ինչ անելու է, որ պատերազմներ չլինեն, որ մյուս երեխաները ծնվեն ու մեծանան խաղաղ պայմաններում։ Այն մարդն է ասում, որ իշխանությունը 4 պատերազմ է բերել հայ ժողովրդին եւ կորցրել ենք մի ամբողջ հայրենիք եւ որքան
18 տարեկան տղաները այդպես էլ մնացին 18 տարեկան եւ որքան երեխաներ են այսօր մեծանում առանց հայր։ Ես կխնդրեմ նաեւ այս իրողության հետ կապված ձեր տեսակետը արտահայտեք։ Ասեք 1996 թվականից հետո մոտավորապես 94 թվականից հետո հրադադար հաստատվելուց հետո Ղարաբաղյան պատերազմում մինչև 2018 թվական, այսինքն մոտավորապես 22 տարի, եթե չեմ ճիշտ հաշվեցի, 24 տարի բոլոր երեխաները Հայաստանում ծնվել են խաղաղության պայմաններում։ Պատերազմ չի եղել այդ առումով, խնդիր չի եղել, այո, խաղաղության համաձայնագիր չի եղել, տարբեր երկրներ էլ կա, որ իրար այդ պատերազմների մեջ են եղել, խաղաղության համաձայնագրեր չունեն, խաղաղություն կա, բայց պատերազմ չի եղել, սերունդներ ա ծնվել Հայաստանում այդ ամբողջ 22-24 տարիների ընթացքում, եւ եթե 20 հաշվենք 26 տարիների ընթացքում մի ամբողջ սերունդ ծնվել ա մեծացել, իսկ այդ սերունդի մեկ խոշոր մասը ոչնչացվել ա հենց իրենց իշխանության օրոք, իրենց վարած քաղաքականության արդյունքում։ Դե կարծում եմ հենց այս փաստը վկայում այն մասին, որ այս մարդիկ ինչքան կեղծավոր են, եւ խոսում են, ես ինչ գիտեմ, խաղաղության մասին, այդ խաղաղությունը իրենց կես խաղաղությունը, հենց այդ խաղաղության պայմաններում մենք կորցրել ենք տարածք, ամբողջ Արցախն ենք կորցրել, որքան մարդ ա զոհվել այս ամբողջ ընթացքում, ինչքան տարածք ենք մենք կորցրել, ինչքան զոհեր ենք շարունակում ունենալ, որոնք հիմա տարբեր անունների տակ հիմա մահը ինչ է տարբերում, հիմա եթե զինվորը սահմանին է զոհվում հանուն հայրենիքի կամ ինքնասպանության, ամեն դեպքում մենք երիտասարդ ենք ձեռքից տալի, այո, սահմաններում զոհեր չունենք, ինչպես իրենք են վկայում, ասում, հիմա այդ կարելի է ասել փաստա, որ պատերազմ չի եղել հիմա այդ առումով, բայց փոխարենը հիմա հաշվեք վերջին առնվազն 2 տարիների ընթացքում առնվազն 30-ից 40 կամ գուցե մինչև 50-ի հասնող մենք երիտասարդներ ենք ձեռքից տվել բանակում ինքնասպանությունների արդյունքում։ Հիմա հայմատենք որն է ավելի, այդպես ասած, պատվաբեր մի ժողովրդի համար, որ իր երիտասարդները սահմանին կանգնեն, կռվեն հատուն սահմանի հանուն հայրենիքի զոհվեն, թե ասենք զորանոցներում վատ պայմանների բերումով, հոգեբանական ծանր պայմանների բերումով ինքնասպանությունների գնան։ Դե կարծում եմ այս փաստերը, եթե այս մարդիկ փորձեն մի քիչ հասկանալ, իր հայրին դնեն իրենց դիմաց նստեն դիմացը, այդպես ասած անկեղծ լինեն, կարծում եմ հասկանան, որ իրենց ասածները որևէ աղերս չունեն իրականության հետ եւ հիմնականում ասում եմ հիմնականում ժողովրդին ինչ որ ստեր հрамցնելու պարագայա հիմա չգիտեմ այդքան երեխաները հավակնում են որ խաղաղության պայմաններում են ծնվել բայց հիմա այդ խաղաղությունը ինչով է պայմանավորված զիջողությամբ մեր ամեն ինչը ձեռքից տալով հիմա վաղը արդյոք Նիկոլ Փաշինյանը եթե շարունակեց հիմա ինչ որ պայմաններ ստեղծվեց որ չկարողացավ Ալիևի պահանջները կատարի արդյոք նույն խաղաղությունը մնալու է երի երեխաները խաղաղ պայմաններում են ծնվելու թե իրավիճակը փոխվելու է քանի որ այս իրավիճակը որ հիմա ստեղծվել է բացառապես ստեղծված է այն իրավիճակի արդյունքում որ Նիկոլ Փաշինյանն ինչ որ ուզում է թշնամին պարզապես տալիս է որպեսի պատերազմ չլինի միտեղ որ վերջացավ քո այդ հանդուրժողականություն այլևս չկարողացար ինչ որ բան տաս բնականաբար ամեն ինչ վերադառնալու նախկին վիճակին եւ դինելու է շատ ավելի սոսկալին քան գուցե 2020 թվականի պատերազմն էր Մասնիկ Հակոբյանը ընդդիմադիրներին ասում է ձեր քթերից բերելու ենք որ 300,000 ադրբեջանցիների գալով ահաբեկում էիք հայ ժողովրդին բայց ընտրություններից հետո մենք տեսանք որ ադրբեջանական կողմը ել ավելի է սաստկացնում այս պահանջը եւ մենք տեսնում ենք որ մինչեւ անգամ ՄԱԿ-ին են իրենք այսպես ասենք հա գրավոր դիմումներ նյութեր պատրաստելու տրամադրել ես կխնդրեմ այս մասով ձեր տեսակետը արտահայտեք Շատ պարզ է որ Ադրբեջանը իր պահանջներից, իր նկարտումներից չի հրաժարվելու կամ ինչու պիտի հրաժարվի։ Ես անգամներ ասել եմ ձեր եթերում էլ եմ առանց այդ տեղել եմ ասել։ Մենք էլ Ադրբեջանի տեղը լինեինք, չէինք հրաժարվի։ Եթե քո դիմացդ նստած է մեկ մարդ, ումից դու ինչ ցանկանում ես կարող ես ստանալ, ինչու պիտի քո ցանկությունները սահմանափակես։ Կգնաս մինչև այնտեղ, որ կարող ես իրենից ստանալ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը այդ պայման իրավիճակում է հայտնվել Ադրբեջանի դիմաց, իրենից ինչ ուզում են կարողանում են ստանալ եւ ինչու պիտի Ադրբեջանը հրաժարվի ասենք 300,000 ադրբեջանցիներ վերադարձի պայմաններից։ Հիմա թիվը 300,000 չէ 250,000 100,000 ամեն դեպքում այդ ադրբեջանցիների վերադարձի թեման առարկայական է եւ գոյություն ունի։ Հիմա շատերի պատկերացում են միանգամից հիմա մի քանի օր առաջ Ես կատակի ուզում եի գրեցի, բայց հիմա այդ Իսպանիայում տեսակ ինչպես իրավիճակ է ստեղծել իմիգրանտները այդպես մորեխի նման ներխուժում էին։ Հաստատ այդպես չի լինելու, այսինքն այդպես չեն գալու թուրքերը, որ մենք տեսնենք իրենց մուտքը գալ, բայց մի օր առավոտյան արտանալու եք, տեսեք ձեր հարևանության մեջ թուրքեր են բնակվում եւ կամանց են գալու, աննկատ են գալու եւ մի քանի տարվա կտրվածքով են գալու եւ չեմ էլ շտապում իրենց քաղաքականություն իրականացնելու համար։ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ տեսանք այնինչ որ իրենք 20 քանի տարիների երկար տարիների ընթացքում չի կարողանում դրան հասնել 27 տարի համբերեցին մինչև Նիկոլ Փաշինյանի ներկայության շնորհիվ կարողացան հասնել նրանց նպատակին Ասախը այդպես ասած օկուպացնել ժամանակավորապես հույսով
բայց հիմա իրանց ինչ է խանգարում, որ էլի նքան ժամանակ համբերատարությամբ սպասեն, մինչև ժամանակի ընթացքում կարողանան իրենց նպատակները իրականացնել։ Հետաբար այդ որ կա, այսինքն փաստա, տեսնում ենք Ադրբեջանն չի հրաժարվում, խոսում այդ մասին իրենց քաղաքականությունների մեջ հստակ կա, իրենց ազգային տնտեսական գաղափարախոսություն, այդ տարածքները իրենք բնականաբար համարում են իրենց պատկերացմամբ եւ փորձելու են դրան հասնել, իսկ եթե կա հանդուրժողականություն, ինչու պիտի ճրան հասնեն։ Տեսակ երեք չանցած օրն Ռոբինյանին քանի անգամ հարց տվեցին Տիգրանաշենի հանձնելու մասին, ամեն Ես անգամ այ հարցը դրան եմ ուզում պատտեցրեց, գանք, որ ինքը ամեն անգամ կոնկրետ, հարցը մի այո, կերպ խնդրեմ։ պատտեցրեց, որպեսզի հստակորեն չասի, որ չեն հանձնելու, որտեղ իրենք էլ գիտեն հանձնելու են եւ պիտի հանձնեն, ամեն կերպ փորձեց խուսափել պատասխանելուց տարբեր Այս մարդիկ էս են, այսինքն համեն դեպքում այն ինչ որ Ադրբեջանի կողմից պահանջը դրված է իրենց դիմաց, մեկը իրենց բավարարելու է։ Դեռ պատերազմից հետո Ադրբեջանը որպես խաղաղության նախապայման ներկայացրել է շատ հստակ դրել է ադրբեջանցիների վերադարձը, սահմանադրության փոփոխությունը, Միջանցքի բացում, հիմա դրանց բոլորին մոտավորապես հասել է սահմանադրության փոփոխության, պես ասած, խոստումը ստացել է Նիկոլ Փաշինյանից, ուրեմն Միջանցքի անունը փոխել են դրել են թրիպ, հիմա այդ դրան կարողացել է հասնել։ Ինչու չպիտի պատկերացնեմ, որ այն երրորդ պայմանն էլ հիմնականում որ իրենք դրել էին 300,000 ադրբեջանցի վերադարձը, դրան էլ բնականաբար հասնելու, հիմա ուրիշ ձևակերպման տակ, հիմա տարբեր ձևակերպումների տակ փորձելու են դա էլ հիմա խեղաթյուրելով, անունը փոխելով ինչ որ անվանտակ դա իրականություն դարձնել։ Բայց փաստը մնում է փաստ եւ տեսնում ենք Ադրբեջանի կողմից հնչող հայտարարությունները, որ այդ իրենց քաղաքականությունը չի փոխվել եւ չի փոխվելու մինչեւ որ Նիկոլն է հիմնում իշխանություն։ Սրան զուգահեռ այսօր ինչ է հայտարարում Հաջիևը, Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ սահմանափակվածը պետք է հանվի Հայաստանի սահմանադրությունից։ Ավելին, մեր տարածաշրջանում արդեն իսկ գոյություն ունի հաստատի խաղաղ իրավիճակ։ Ես կխնդրեմ նաեւ այս մասով ձեր տեսակետը, տեսեք իրենք շարունակում են պնդել, վերջինս երբ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի նախագահի հետ, որտեղից էլ հստակ են ասում, եթե դուրս եք գալիս ԵԱՏՄ-ից եւ մտնում եք Եվրոպական միություն, հանրաքվե անցկացրեք։ Փաստացի երկու հանրաքվե մեզ պարտադրվում է երկու տարբեր մայրաքաղաքներից։ Պուտինին միանգամից պատասխանում է, մենք ենք որոշում հանրաքվե կանենք, թե ոչ։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը, նորից սահմանադրության փոփոխության հարցն է առաջ գալիս։ Ասեք, այս որոշումներից որևիցե մեկը Նիկոլը չի կարող տալ կամ իր կարողությունների մեջ, ամեն դեպքում դրսից պահանջները, որ իր դիմաց տրվում է։ Հիմա Ադրբեջանի պահանջի դիմաց մի քիչ ավելի ինքը անկարող է, որտեղ այդտեղ պատերազմի լուրջ սպառնալիքը կա, պարտավոր է շատ, այդպես ասած, հստակ կերպով դրան հասնեն։ Իրենք հույս ունեին, ես կարծում եմ, որ այս ազգային ժողովի ընտրությունների արդյունքները, եթե իրենց ցանկալի լիներ այդ համանadrական մեծամասնությունը ձեռք բերեին ունենային, հիմա օրենքներ սղացնելով, այդպես փոխելով, դե գիտեք, իրենց ինչ ուզում են կարողանում են անել դժբախտաբար, այդ եթե մեծամասնություն ունենային, հավանաբար հարաքվեի կարիք է չլիներ։ Հիմա օրենքներ փոխելով, ինչ-որ բաներ անելով, ձեռք մտցնելով սահմանադրության մեր սահմանադրական դատարաններ հիմա իրենցն ամեն ինչն էր իրենցն է, առանց հարաքվեի նույնիսկ գուցե կարողանային հիմա Ադրբեջանի այդ պահանջը բավարարել։ Իսկ ասում եմ ինքը Ադրբեջանին խոսել է, որ որտապես հարաքվեի հետ էլ մենք գործ չունենք, որտեղ հարաքվեն մասամբ ռիսկային է լինելու։ Մենք ընտրություններում սահմանադրական մեծամասնություն կունենանք, հենց ազգային ժողովով այդ խնդիրը կլուծենք, այդ հռչակագրի այդ բաժինը հավանաբար կհանենք եւ Ադրբեջանը կհասնի իր պահանջի։ Բայց հիմա բարեբախտաբար այդ բաժինը իրականություն չի դարձել, ինքը այդտեղ լուրջ հիմա խնդիր ունի այդ հարաքվեի հետ կատարի։ Մյուս կողմից հիմա Հաջևի հայտարարությունը որ արել է, կարծում եմ շատ հստակ կերպով խոսում այն մասին, որ այդ պահանջները դրսից են դրվում։ Հիմա եթե իրենց էս դիմում, իրենք ասում են դե որևիցե մեկը իրավունք չի կարող մեզ համար որևիցե բան թելադրել, եթե մենք սահմանադրություն ենք փոխում, մեր ցանկությունն է, օրվա պահանջն է դա թելադրում մեզ փոխել, բայց տեսնում ենք արդեն դրսից եկող այդ հայտարարությունները շատ հստակ է, որ ամեն դեպքում պահանջը դրսից է իրենց դրված, հիմա բարդ քանի որ իրենք չեն ցանկանում իրականությունը ժողովրդին ասել, փորձում են դա ուրիշ կերպ ձևակերպել եւ ուրիշ անվանտակ այդ հարաքվեն անցկացնել։ Բայց հիմա Ռուսաստանի դիմաց դեռ դիմադրումա փորձում է այլ կերպ ասում դե մենք երբ ցանկանանք հարաքվե կանցկացնենք, երբ որ ուզենանք կանենք, հիմա դեռ ժամանակը չի եկել, եմե կողմից իրավիճակը տապ է։ Բայց հիմա սա մեր Հայաստանի այսօրվա իրավիճակն է ստեղծում, որ ամեն մարդ ով ցանկանում է կարողանում է ինչ որ պահանջ դնել, մեկը սահմանադրություն փոխվելու հարաքվեի պահանջ դնում, մյուսը այդպես ասած քաղաքական արտաքին քաղաքականության դիվանագիտության կամ ուղղվածության որոշելու պահանջ դնում եւ սա իրավիճակն է դիվանագիտություն, որը ճունի իրենից ոչինչ չի ներկայացնում եւ դարպես դրսից եկած այդ պահանջների դիմաց պարտավորումա ցանկացած բայ այդպես ասած տեղի տալ
Հիմա առայժմ Նիկոլը կարողանում է Ռուսաստանի դիմաց հիմա չգիտեմ ինչպես է հիմա դեռ կարողանում է մի փոքր դիմադրել, բայց ես չեմ կարծում երկար ժամանակ կարող է այս իրավիճակը գոնե Ռուսաստանի դիմաց է շարունակել, ինչպես Ադրբեջանի դիմաց էլ չի կարող շարունակել, որտեղ եթե դու խոստում ես տվել, ամեն դեպքում պարտավոր ես դա կատարել, Ադրբեջանի դիմաց հիմա Ադրբեջան ուրիշ լծակներ ունի, Ռուսաստանի դիմաց էլ մենք տեսնում ենք իրավիճակը, որ հիմա ստեղծվել է բավական լուրջ խնդիրներ է ստեղծել եւ կարծում եմ Նիկոլը շատ լավ է գիտակցում, որ երկար ժամանակ չի կարող այս իրավիճակը շարունակել, ամեն դեպքում Պուտինի կողմից տրված պահանջն էլ շատ հստակ է, որ ամեն դեպքում շատ տրամաբանական եմ կարծիքով, ասում որոշեք որ կողմ եք ուզում գնաք, եթե ուզում եք գնաք Եվրոպա, բարին ընցես, գնացեք դեպի Եվրոպա, հանրակրվարեք, անցկացրեք, գնացեք, դուրս եկեք Եվրամի ԵԱՏՄ-ից, այլ մեր հնարավորություններից չեք կարողանալ օգտվել, հիմա գնացեք Եվրոպա Դերը ձեզ հետ ինչ ուզում եք այնտեղ արեք, դարձեք եվրոպական երկիր, եթե կարող եք հնարավորությունից օգտվել։ Իսկ եթե պիտի մեր հնարավորություններից օգտվեք, էլ չեք կարող եվրոպակցի լինելու պահանջ ներկայացնել, պետք է լիարժեքորեն մեր պայմաններով առաջնորդվեք։ Հիմա պիտի Նիկոլը կարծում եմ այս իրավիճակից որոշի, բայց երկու տեղներ իր համար դժվար է, ոչ կարողանում է Եվրոպա գնալ, որտեղ գիտի այնտեղ դռները իր դիմաց այդ իմաստով բաց չեն, հնարավորություն չունի, բայց միևնույն ժամանակ Եվրոպայից էլ չի կարող հրաժարվել, որովհետև խոստում է տվել նախընտրական մի խոշոր մաս գնացել է ժողովրդին իրենց այն է տվել եվրոպացի դառնալու հույսով, հավանաբար հիմա վերադառնալ ասել ժողովրդյան էլ մենք Եվրոպա չենք գնում, մնում ենք հենց այստեղ, բնականաբար լուրջ խնդիր համար ստեղծելու եւ այստեղ հիմա կարծում եմ լուրջ խնդիրներ կա։ Հիմա ես երեք խոսել էի այս մասին, դրան էլ ասեի, իսկ կարծում եմ այս ամբողջ բռնաճնշումներն էլ որ մի տեսակ հայաստան ներքին այս իրավիճակն էլ որ ինքը ստեղծել է Գագիկ Ծառուկյանի դեմ, բիզնեսների դեմ, այդպես ասած բռնաճնշումները որ գործադրում է Վահապարի դեմ, այդ բռնաճնշումները գործադրում է, մի տեսակ կարծում եմ ինքը փորձում է իր կարճ խելքով խաղաթղթեր իր ձեռքում ստեղծել, որպեսզի հետո դրանց միջոցով կարողանա իր բնավորության համաձայն գնալ, այդպես ասած, Ռուսաստանի հետ սակարկություն անել, հիմա Ռուսաստանին համոզել, որ տնտեսական այդ սահմանափակումները, որ ստեղծվել է, վերացվի, ինքն էլ փոխադարձաբար այս մեկ կողմը, այսպես ասած, այդ գործերը փակի կամ չհետապնդի։ Հիմա բայց տեսնում ենք առայժմ իրեն չի հաջողում, որովհետև ամեն դեպքում ամեն քաղաքականություն, վերջապես նման քաղաքականություն մի ժամկետ ունի, ժամկետը կարծում եմ Նիկոլին ավարտվել է եւ հիմա այս փուլում ինքը վերջնական պիտի որոշում կայացնի առնվազն Ռուսաստանի հետ հարաբերություններում դեպի որ կողմ է գնում, հատկապես վերջին այս ընտրությունների ժամանակ մի տեսակ իրենք կարծես Ռուբիկոնն էլ անցան Ռուսաստանի հետ հարաբերությունները, եթե նախկինում փորձում են մի քիչ չափ ու սահմանները պահել, այդպես շատ ծայրահեղ հայտարարությունների չգնալ, տեսնում ենք արդեն այդ սահմանները անցել են, կարմիր գծերը հատել են, մի տեսակ վերադարձ հիմա շատ դժվար է լինելու այդ ամբողջ հայտարարություններից, որ իրենք Ռուսաստանի կապակցաբարել են, այսօր էլ ազգային ժողովում նախքան հարցազրույցը հետևում է կրկին նման հայտարարություններ ազգային ժողովի բեմից պատգամավորներից հնչում են եւ գիտեք նման հայտարարություններ հնչելու դեպքում պատկերացնել, որ հիմա կարելի է ամեն ինչը վերադարձնել նախկին իրավիճակին, ասենք Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, ամեն դեպքում դա էլ հնարավոր չի, մեկը պետք է ինչքան շուտ որոշումը կայացվի, հիմա դա ինչպես կլինի, կարծում եմ պիտի մի քիչ սպասենք, տեսնենք ինչպես կընթանա իրավիճակը։ Տեսեք, Հայաստանում շարունակում են հետապնդվել մեր հայրենակիցները, Բաքվում է շարունակում են խոշտանգվել մեր մյուս հայրենակիցները եւ գերիների հարցի հետ կապված որևէ լուծում իրենք չեն տալիս, ավելին երբ որ խոսում են ժողովրդավարությունից կամ բարեպաշտ գործունեությունից, տեսնում ենք ինչպես են մեր հայրենակիցներին հետապնդում։ Ես կխնդրեմ նաեւ այս քաղաքական հետապնդումներին անդրադառնալ, Անդրանիկ Թևանյանը սարսափելի պայմաններում է պահվում, Արեգնազ Մանուկյանը սարսափելի պայմաններում է պահվում, զրկված լինելով իր անչափահաս երեխային տեսնելու հնարավորությունից։ Իմիջիայլոց Արեգնազ Մանուկյանի հարցը կուզեմ նաև կապել, երբ որ վերջերս Աննա Հակոբյանը խոսում էր, որ իրեն սպառնում են, երբ ինքը ընտանեկան բռնությունից է խոսում, ինչու նույն Աննա Հակոբյանը չի խոսում, թե ինչ բռնության է այսօր ենթարկվում Արեգնազ Մանուկյանը եւ իր անչափահաս դուստրը, որին տեսնելու, որի հետ խոսելու անգամ հնարավորություն չունի։ Եվ մյուս քաղբանտարկյալները Գագիկ Ծառուկյան, Արմեն Աշոտյանը տնային կալանքի տակ եւ մյուսները, խնդրեմ։ Այս նույն շրջագծում հիմա կարծեմ կրկնություն կնի, բայց հետարքի օրինակ Ռուբեն Ռուբինյանը ասում են, թե 18 տարեկան է լրացրել է կամ այն ժամանակ երբ ասենք իր հայրը բանտում է եղել, բայց հիմա դուք նույն այս իրավիճակը այսօր նկարագրեցիք, բազմաթիվ քաղբանդարկյալներ բանտերում են գտնվում, ծանր պայմաններում եւ զրկված են իրենց երեխաները հիմա տարբեր ծնունդներ են նշում, հիմա 18, 19, 20 գուցե ավելի փոքր, ավելի մանկասակ, հիշում ենք պարագաներ ա եղել, նույնիսկ կատնակեր երեխան զրկված ա եղել մոր խնամքից, մորը կանանավորել են, տարել են, պահել են։ Հիմա այս իրավիճակը կարծում եմ այս օրվա իշխանության իրական դեմքն է ցույց տալիս ժողովրդավարության, կեղծ ժողովրդավարությանը, որ իրեն ցուցաբերում։ Ամեն դեպքում մենք
գործ ունենք մի բռնապետական համակարգի հետ, Նիկոլ Փաշինյանը այլևս բարի իսկական իմաստով բռնապետական համակարգ է ստեղծել Հայաստան։ Այս ժողովրդավարության բաների մասին խոսում են, գիտեք, որից է բռնապետ դուք աշխարհում չեք գտնի, որ ինքը գա այդ արի կամ պաշտապես ասի բռնապետ եմ։ Կադաֆին, Սադամը, մյուսները ժամանակակիցների մասին եմ խոսում։ Բոլորն էլ իրենց համարում էին ժողովրդավար իշխանավորներ, բոլորն էլ խոսում էին ժողովրդավարությունից, բայց դե իրենց երկրներում ժողովրդավարությունը ինչ մակարդակում էր, բոլորս էլ գիտենք։ Նույն հիմա Հայաստանում է կոտավորապես, այսինքն այս ամբողջ բռնաճնշումներ, քաղաքական հալածանքները, որոնք գոյություն ունի, շատ հստակ կերպով խոսում է այն մասին, որ այսօր մենք Հայաստանում գործ ունենք բարի իսկական իմաստով բռնապետական մեկ համակարգի հետ, որտեղ որևիցե նույնիսկ մեկ, այդպես ասած, երեք էլ խոսվում է, նույնիսկ մեկ, այդպես ասած, ընդդիմադիր գործիչի Facebook-յան գրառման տակ դրած լայքը նույնիսկ չի հանդուրժվում իշխանությունների կողմից կամ այսպես ասած տեսնում ենք ինչպիսի իրավիճակ է ստեղծվում լրագրողների աշխատանքի կապակցությամբ հենց ազգային ժողովում սահմանափակումները, որ հիմա ասում են չէ, բայց Սևույթին կարծես ստեղծվել է, բոլորը խոսում են այն մասին, որ Նիկոլի օրոք գնալով իրավիճակը հասկանում է եւ ամեն դեպքում սա շատ բնական է, երբ դու ունես ոչ լեգիտիմ իշխանություն, ունես լեգիտիմության հարց ունես, հատկապես վերջին այս ընտրությունները կարծում եմ իր համար էլ Նիկոլ Փաշինյանի համար բացահայտեցին, որ ինքը հիմնականում հասարակական ոչ մի հնարան չունի, կեղծ ոչ մի վարկանիշ չունի, նույն այդ հունիսի 7 լույս 8-ի գիշերվա այդ հարցազրույց ապճեպ վկայում էր այդ մասին, այդ ոճով հանդես են գալիս ընդհանրապես այն երկրներում, ովքեր ընտրություններ են կեղծում, գիտեն, որ ընտրություններում պարտված են ժամանակից շուտ իրենց հաղթանակը հայտարարում են, որպեսզի բոլոր մյուս ճանապարհները փակեն։ Կարծում եմ այս ընտրություններից հետո հատկապես Հայաստանում ստեղծվել է բռնապետական, բարի իսկական իմաստով բռնապետական մեկ համակարգ, որի ղեկին նստած է այսօր Նիկոլ Փաշինյանը, եւ այս բոլոր բռնաճնշումները հենց այդտեղից են բխում, քանի որ դու չունես լեգիտիմություն, դրան զուգահեռ ունես նաեւ վախ, որ այդ քո չունեցող լեգիտիմությունը կարող է ինչ որտեղ հասարակական ընդվզման, ցասման, քո դեմ ինչ-որ քայլերի պատճառ դառնալ եւ դա կանխելու հիմա գոնե ամենանախնական եւ տարրական միջոցն է, որ դու սկսես քաղաքական հալածանքներ, սկսել բռնաճնշումներ գործադրել, վախի, սավսաթի մթնոլորտ տարածել հասարակության մեջ, ինչ որ մենք հիմա այսօր տեսնում ենք, որպեսզի մարդիկ այդպես ասած վախենան, ցույցերի չմասնակցեն, քաղաքական գործունեության չմասնակցեն, դրանով դու ունենաս այդպես ասած քեզ համար ապահով զոնա, որպեսզի կարողանաս քո այդ ոչ լեգիտիմ իշխանությունը շարունակես։ Ես կարծում եմ այսօրվա այս քաղաքական հալածանքները, բռնաճնշումները հենց այս շրջագծում կարելի է գնահատել, բայց կարծում եմ հիմա ինչպես բոլոր նախկին գործերը, կարծում եմ այս բոլոր գործերը, Կանչանիկ Թևանյան, Արեգ Մանուկյան, բոլորի դեպքում հիմա անուններ չտամ, մյուսներն էլ որ կալանավորված են, բոլորի դեպքում էլ կարծում եմ շատ շուտ կբացահայտվի, թե ինչքան անհիմն են եղել այս բոլոր մեղադրանքները եւ երբ որ բարձվեց հետո կարծում եմ այս իշխանության ոչ լեգիտիմությունը շատ ավելի երևան կգա։ Եվ պարոն Մարգարյան, եթե ամփոփենք, մենք տեսնում ենք Երեգե Կոնջորյանը առաջադրվել է որպես փոխոսնակ իր եղբոր շուրջ սկանդալը, իր կնոջ $10,000 աշխատավարձով աշխատանքը դեռ Կոնջորյանն է նեղված, ասում է, որ իր կինը տնօրենների մեջ ամենաքիչ աշխատավարձ ստացողն է։ Խնդրեմ, այս մասով է ձեր տեսակետը։ Դե այն ինչ որ եղբոր այդ կատարվեց, կարծեմ բոլորս տեսել ենք ինչպես է, այդպես ասած ոստիկանության հովանավորությամբ +18 հայոյանքներ ինչ հեսնում փողոցում եւ որից է մեկ իրեն որից բանել չի ասում, հիմա ասում են քրեական գործ են հարուցել, բայց ամեն դեպքում քաղաքակիրթ աշխարհում, եթե Միացյալ Նահանգներում որից է պաշտոնատարի, հատկապես այդ մակարդակում պաշտոնատարի հարազատը նման գործաներ, այդ մարդը հենց ինքը իր կամքով բոլոր քաղաքական պաշտոնները վայր կդներ, որպեսզի հնարավորություն ստեղծեր արդար պայմաններում վերահսկում տրվի այդ գործին առանց այն որ որից է միջամտության կասկածնի, բայց տեսնում ենք այս դեպքում ոչ միայն դա չի կատարվում, օրինակ Կոնջորյանի կամ Կոնջորյանների ման, Կոնջորյանն մեկն է, մանկան բազմաթիվ նման պարագաներ վերջի տարիներին եղել է, շարունակում են ոչ միայն չեն նման քայլի գնում, այլ փորձում են ամեն կերպ արդարացնել եւ այդպես ասած փորձել հասնել որ իրականությունը այն է։ Հիմա իր կնոջ այդ աշխատավարձը ամենից հոսքային էր։ Հիմա քիչ առաջ լսում էի ազգային ժողովում Պապկեն Թունյանը փորձում էր արդարացնել այդ ամենը հիմա դուք էլ ասացիք որ ասում են որ դե նախկինում ավելի բարձր աշխատավարձ են ստացել հիմա նախկինում ինչ որ սխալ թույլ են տվել բայց դուք եկել եք նախկին սխալը թույլ շարունակեք այսինքն նախկին թույլ տված սխալը արդարացնում է այսօրվա թույլ տված սխալը թե եթե ինչ որ բան սխալ է պիտի ինչ որ տեղից դուք եկել եք ասեք կոռուպցիա չպետք է լինի ամեն ինչը պետք է ճիշտ լինի բայց դուք փաստորեն իրենք խոստանում են որ նախկինի
վիճակն է շարունակում։ Հիմա ես նույն օրը մի հատ հայմատական տվյալներ հրապարակեցի իմ Facebook-յան էջում, կարծում եմ այստեղ էլ հետաքրքիր է դա հնչեցնեմ։ Ես եթե չեմ սխալվում, HiPost-ը, եթե կարծում եմ թվերի հանել էի, 1300-400 հոգի պաշտոնյա ունի աշխատակիցներ ունի, որոնք աշխատում են այդ կազմակերպության համար, այսինքն այդ կինը Ավետ Քոնջորյան Հայկ Կոնջորյանի կինը ղեկավարում է 1300 հոգանոց մի հատ այդպես ասած կառույց լավագույն դեպքում եւ սպասարկումը ասենք Հայաստանի մի 2 միլիոն 800 հազար բնակչությանը ծառայություն համատոցում ծառայությունն էլ հիմա ես չեմ կարող գնահատական տալ չեմ օգտվում բայց ասեմ դուք ավելի լավ կողանաք այդ ծառայություններին որ մատուցում է գնահատական տալ եւ նման աշխատավարձ հաստանում տարեկան 118,000 $20,000 շուրջ ինչ-որ աշխատավարձ էր ամսական 10-12,000 դոլարի շուտ աշխատավարձ էր, որը գերազանցում է նախագահի եւ վարչապետի աշխատավարձին միանգամայն։ Հիմա ես ավելի որտեղ մոտիկից փորձեցի հայմատությունը ինչ-որ բան գտնեմ հայմատեմ, փորձեցի մեր Միացյալ Նահանգների պոստային ֆեդերալ ծառայությանը, որ մոտավորապես նույն պայմաններով է կառավարվում, դրա այդպես ասած տվյալները հանեմ դուրս, փաստվեց, որ մարդիկ ունեն մոտավորապես, եթե չեմ սխալվում, շուրջ 600,000 աշխատող ունեն ամբողջ Միացյալ Նահանգների տարածքում USPS ենք ասում, այսինքն դաշնային փոստային ծառայությունն է, ամբողջ Միացյալ Նահանգների տարածքում բոլոր նահանգներում ծառայություն է մատուցում, 600,000 աշխատողներ ունի եւ շուրջ 340 միլիոն բնակչությանը հիանալի ծառայություն է մատուցում առանց 1 վայրկյան ուշացումների փոստային առաքումներ, ամենատարբեր ծառայություններ, սկսած այսպես ասած նամակադրոջ վաճառելուց մինչև ասենք ընտրությունների ժամանակ այստեղ գիտեք փոստային համակարգի միջոցով կարող եք քվարկություն կատարել։ Այդ համակարգի տնօրենը տարեկան ստանում է իր աշխատավարձը $300,000 կազմում Միացյալ Նահանգների պայմաններում։ Հիմա հայմատեք, այս հայմատություններն եմ ուզում անցկացնել, որ մի հատ 1300 հոգանոց կառույց ղեկավարող կինը ստանում է ամսական տարեկանից $118,000-120,000 աշխատավարձ, իսկ 600,000 աշխատող ունեցող 340 միլիոն բնակչության ծառայություն մատուցող Միացյալ Նահանգների փոստային ծառայության տնօրենը ստանում է տարեկան ասենք $300,000 աշխատավարձ։ Հիմա այս հայմատությունը կարծում եմ ամեն մարդու համար խոսում է այն սոսկալի կոռուպցիայի մասին, որ Հայաստանում գոյություն ունի, եթե նախկինում են եղել, նախկինում են սխալ արել, բայց միտեղ պետք է այդ սխալը ստուգվի, սխալը կրկնելով ոչ ես կարող արդարացնել թույլ տված նախկին սխալը։ Ամեն դեպքում այս մարդկանց պայմանները այսպես է, այս մարդկանց որը կոռուպցիայի պես ասած դրսևորումները գիտենք արդեն բոլորս, կարծում եմ ավելորդ է դրանց մասին խոսել, մնում է մեր ժողովուրդը այդպես ասած հալած յուղի տեղ ամեն ինչ չընդունի, գնա ինքը փորձի այս տվյալների բավական հեշտ է գտնել հայմատություններ անցկացնել, տեսնել այլ երկրներում ինչա կատարվում, Հայաստանում ինչա կատարվում եւ ինչպիսի իրավիճակ է տեղի ունեն գոյություն ունի, որպեսզի պարզ դառնա թե ինչպես իրապես մենք ինչ որակի իշխանության եւ պետական գործիչների հետ գործ ունենք հիմա։ Շնորհակալ եմ, պարոն Մարգարյան, որ համաձայնեցիք Ես էլ շնորհակալ եմ։